Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պետք է լինի միասնական պայքար։ Որևէ մեկ կուսակցություն, որևէ մեկ քաղաքական ուժ առանձին որևիցե բան չի կարող անել։ Առաջ անգամ մենք մեր խոսքը ժողովրդին ուղղեցինք, մինչև հիմա մեր ընկերները, կուսակցականները երբեք ելույթ չեն ունեցել։ 7 տարի ու կեսվա ընթացքում մենք զուտ մասնակցել ենք։ Փողոցը եթե մի քիչ գեներացվում է, իր հետ ստեղծում է, ակտիվացնում է ընդդիմադիր դաշտին, որոնք կարող են ավելի միասնական գործել։ Պարտավոր եմ համարում, որ պատգամավորները մտածեն այնպես, ինչպես դուք եք ասում։ Բայց հիմա այդ խոսքը վերաբերում է դրան։ Բայց 50 հոգի մնաց ինչ է միջև վերջ։ Նիկոլը անցավ հարձակման, որտեղ Նիկոլը կամ պետք է բունկերում լինի, այդպես է մարդը իր ուղեղի կառուցվածքը այդպես է, կամ բունկերում պետք է լինի, հարբած վիճակում, կամ ինքը եթե փողոց ազատ եղավ, ինքը հելում է փողոց եւ սկսում է անցնել հարձակման։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենանը, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ։ Բարի երեկո, պարոն Նիկոյան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Նիկոյան, նախորդ օրը ազգային ժողովի տեղ ունեցան լսումներ Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացի, կարծես հենց հիմնարար սկիզբը դրվեց։ Կուզենայի հարցնել մանավանդ այսօր մարդիկ անընդհատ խոսում են դրա մասին, հա, հայտարարությունները եղան, սիրուն ճառերը եղան եւ Հայաստան խմբակցությունը այնուամենայնիվ ստորագրությունները հանձնեց, պատիվ ունեմ խմբակցությանը եւ ասեց, «Էդ էիք ուզում, էդ էլ ստացաք», տվեց այդ ստորագրությունները։ Հիմա ինչա սպասվում դրանից հետո մեզ, բայց տպավորությունը այնպեսին էր Հայաստան դաշինքի, որ ստորագրություն էիք ուզում, ես տվեցի։ Դե հիմա արեք տեսնեմ ինչ եք անելու։ Ճիշտն ասած, վերջից մի նախադասություն ասեմ, ձեր վերջ հարցին, ես այդ կարծիքին չեմ։ Հայաստան խմբակցությունը առերևույթ ոմանք կարող են այդպես հասկանալ, բայց ես այդպես չեմ հասկանում։ Բայց դրան վերջում կանդրադառնանք։ Տեսեք, ըստ էության իմ երկարատև պարլամենտական փորձից ելնելով, որտեղ միշտ լսումներ եղել են, ես շատ կարևորեցի այս լսումները հանրային հնչողության առումով, նպատակասլացության առումով եւ ներսում եւ դրսում այն հրապարակային խոսքը, որ հասարակության էր ուղղված, ամբողջ ընդդիմադիր դաշտին էր ուղղված, այդ խոսքի որակի տեսակետից եւ իհարկե այն լայն մասնակցությունը, որ այնտեղ կար, ըստ էության գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը այնտեղ էր։ Երկրորդ կարևոր հանգամանքը նա էր, որ ըստ էության դա հանրապետական կուսակցություն էր կազմակերպել, իր խմբակցություն էր կազմակերպել եւ այս ամբողջ տարիների ընթացքում առաջի այսպես համեմատաբար խոշոր ակցիան էր, որ ինքնուրույն կազմակերպել էր, լավ ասեմ, պատիվ ունեմ, դաշինքն էր կազմակերպել, ավելի ճիշտ գրագետ ձևակերպումը այդպես է, բայց ասենք թիկունքում կանգնած էր հանրապետական կուսակցությունը եւ դաշինքը կազմող կուսակցությունները։ Առաջ անգամ մենք մեր խոսքը ժողովրդին ուղղեցինք, մինչև հիմա մեր ընկերները, կուսակցականները երբեք ելույթ չեն ունեցել։ 7 տարի ու կեսվա ընթացքում մենք զուտ մասնակցել ենք։ Մենք մեր ռեսուրսը ամբողջությամբ մարդկային, այսպես ներդրել ենք, բայց որևիցե պայքարների ժամանակ։ Ինչպես պայքարների բոլոր շարժումների ժամանակ մենք մասնակցել ենք, բայց մենք խոսափողին չենք մոտեցել։ Ղեկավարել են այլ մեր գործընկերները, այլ կուսակցություններից, մենք ակտիվ մասնակցել։ Սա առաջի դեպքն էր, որ մենք ենք այսպես կազմակերպել եւ մենք մեր ամբողջ այսպես հնարավորություններով մասնակցում ենք դրան, հասարակությունը եւս մեկ անգամ տեսավ այն պոտենցիալը, այն ներուժը, որ ունի հանրապետական կուսակցությունը եւ իմիջիայլոց որակական հարցումների ընթացքում եւս հասարակությունը նշել է հանրապետական կուսակցության այդ մտավոր եւ փորձառությունները, ներուժը, որ ունեցել է եւ ունի։ Եվ դա ըստ էության այն կարևոր բաղադրիչներին եմ ես անդրադառնում, որը այդ լսումների արդյունքում կամ հետևանքով երևաց։
կարևոր ձեռքբերում էր, հիմա անցնեմ ձեր հարցին, որ դուք ասացիք, կարևոր ձեռքբերում էր Հայաստան դաշինքի հայտարարությունը, ես կարծում եմ դա շատ կարևոր է, տեսեք դուք մի քիչ այլ ձև մեկնաբանեցիք, թե ստորագրություն եք ուզում, արեք ձեր ստորագրությունը, գնացեք, ես հասկանում եմ։ Իմ ձևակերպումը չի, որովհետև անմիջապես դրանից հետո համացանցում հենց Հայաստան դաշինքի կողմնակիցները գրեցին դրա մասին։ Վերջապես, եթե նույն չներ, դուք լրագրող եք եւ պարտավոր եք հարցերը սուր անկյան տակ դնել։ Տեսեք ինչպես, ես Հայաստան դաշինքը միասեռ, միատար չի, կան անհատներ, կան կուսակցություններ եւ այլ եւ այլ։ Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ հայտարարությամբ հանդես եկավ կուսակցության ղեկավարը, շատ կարեւոր է ինձ համար, եւ ըստ էության ինքը հայտարարեց միասնական պայքարի մասին։ Հիմա եթե եւ բոլորը հասկանում են, որ եթե այնպես լինի, որ ստորագրություն եք ուզում, առեք այդ ստորագրությունները ու բրցեք մեզանից, հա։ Իհարկե դա այդպես պայքար չի լինում, ամեն դեպքում ձախողումը երկու կողմից է լինում։ Բոլոր, այսպես ասեմ, պայքարի ժամանակ մենք կանգնած ենք եղել։ Մենք մեր գործընկերների հետ ասում ենք, որ ես եմ ասում, ես այդպես եմ կարծում, որ պետք է լինի միասնական պայքար։ Որևէ մեկ կուսակցություն, որևէ մեկ քաղաքական ուժ առանձին որևիցե բան չի կարող անել։ Ակնհայտ է, բոլորը դա գիտեն։ Նշանակում է, եթե մեկը մեկին օժանդակության ձեռքերը լվացնում է, նշանակում է, ինքը ասում է, որ գնացեք դուք մենակ տապալվեք։ Դա է նշանակում։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, սա այդ տարբերակը չի, կամ ես չեմ ուզում, որ դա լինի այս տարբերակը։ Ես ուզում եմ խորքից անդրադառնալ այս ամեն ինչին։ Հայաստան դաշինքի իմ ընկերները, որոնց հետ նաև մասնավոր զրուցում ենք, այսպես խոսել, կամ հանրային խոսքում իրենք ասել են, իրենց մոտ կար մտահոգություն, իրենց դուրը չէր գալիս այն մեխանիզմները, որով սկիզբ է առել այս ամեն ինչը, ասում են սա մեր դեմ է։ Գիտեք, ես քաղաքական դաշտի մարդ լինելով հանդերձ իմ մոտ էլ կար մի տեսակ մտահոգություն, թե հանրային սեկտորից երկու անհատներ վերցրել են եւ ըստ ինձ նախապատրաստական լայն քննարկումների աշխատանք տարված չէ, որը մտահոգում էր Հայաստան դաշինքին, մասնավորապես քաղաքական ուժին։ Ես ուզում եմ կիսել իրենց մտահոգությունը, լինելով քաղաքական դաշտի մարդ, որովհետև այնտեղ կա կուսակցություն, այնտեղ կա խմբակցություն, կա կուսակցական կարգապահություն, կա խմբակցության կարգապահություն, որոշում, քննարկումներ եւ այլն, այնպես չի, որ յուրաքանչյուր падգամավոր դնում ես եւ այդ падգամավորը պետք է գա ստորագրի դրալ։ Այդպես չի լինում, այդպես երբեք չի լինում։ Ենթադրենք մեր խմբակցությունից որևէ падգամավոր հանրային սեկտորից որևէ մեկի, թե որ շատ ազգային կարևոր գործերի հարցում առաջարկեր, ոչ մի խմբակցություն, ոչ մի բան, դուք առանձին падգամավոր եկեք եւ ստորագրեք, եթե որևէ ստորագրեր, այդպես չէր լինի, ես չէի գնահատի դա դրական։ Դուք տեսեք, 18 թվականին ամեն դեպքում ինչ վիճակի մեջ են հայտնվել հանրապետական խմբակցության падգամավորները, բայց 50 հոգին մնացին չէ միջև վերջ։ Մնացին չէ, ամբողջ ազգը սփյուռքով, էսով տրնգեր, պարում, տների վրա էր հարձակվում, երկեր են երկում, թռչկոտում են, չգիտեմ ինչ դիվային գործով, տների վրա են հարձակվում, դագաղներ են տանում, բերում, չգիտեմ ինչ են անում, զանգում են, երեխաներին ահաբեկում եւ այլ, բայց այդ 50 հոգին մնացին չէ, 55 հոգի մնացին չէ, պինդ մնացին չէ, կանգնեցին չէ, ովքեր որ հանգարց 1-2-ն էլ ասենք բան եղան, դրանց հստակ գնահատականը տրվեց եւ այդ մարդիկ չեմ կարծում եմ երջանիկ են, որ իրենք համագործակցեցին ԿՓ-ի հետ։ Այսինքն կար կուսակցական կարգապահությունը, ֆրակցիոն կարգապահությունը, ծանր իրավիճակում մենք պահեցինք, չէ, մարդու նման, տղամարդու նման, իմանալ ավանդով ինչի միջով ենք անցնում, ինչա մեզ սպասում, մեր ընտանիքները իմանալ ավանդով, բայց մենք գիտենք, չէ, դա հանուն ինչի ենք մենք դա անում։ Նույնն էլ հիմա մենք պետք է գնահատենք նաև մյուսների հետ
ֆրակցիոն կարգապահության գաղափարը, կուսակցական կարգապահության գաղափարը։ Պարոն Նիկոյան, ախր Ձեր չեկավ դա։ Որովհետև, ահա, անկախ է, չէ՞։ Ես գիտեմ, բայց կա ֆրակցիա, կա ֆրակցիոն կարգապահություն եւ падգամավորը ինքը չի դառը падգամավոր։ Ինքը գնացել է կուսակցության այդ դաշինքով է գնացել եւ ինքը ունի պարտավորություն, այո, վերջը յուրաքանչյուր պարտավոր կարող է դուրս գալ խմբակցությունից եւ ասել ես այո այսպես կանեմ եւ այլ բայց այդ դեպքում հասկանում եք փլուզվի ցանկացած պարլամենտ միայն այդ դեպքում ես կընդունեմ երբ խոսքը գնում է ազգի պետության եւ հայրենիքի մասին ես այդ դեպքում նույնիսկ պարտավոր եմ համարում որ падգամավորները մտածեն այնպես ինչպես դուք եք ասում բայց հիմա այդ իրավիճակում չէ խոսքը վերաբերում է դրան դրա համար այս իրավիճակում ենք ախր ես դրա համար դրական եմ գնահատում այն հանգամանքը, որ մեր գործընկերները մասնարարպես դաշնակցության ղեկավարը հանդես եկավ նմանատիպ հայտարարությունով, ես դա գնահատում եմ։ Այո, դա գովելի է, ինչ։ Ես այո, եւ ես մնացած բոլորին միշտ ասել եմ, բոլոր իմ հանրային խոսքում ես ասել եմ, որ բոլոր իմ ընկերներն են։ 7 տարի ես բոլորի հետ փողոցներում եմ եղել։ Բոլորս մի անցած ճանապարհ կա, բոլորին ճանաչում եմ, տարիներ շարունակել, աղուհաց կա եւ այլ, ես ո՞նց կարող եմ այդ ամեն ինչ անցնել, ես նրանց բոլորին համարում եմ հայրենասեր մարդիկ, ես շատ կներեք, մի քիչ թող վերամբարձ չհնչի, մի քիչ բարձրից եմ ուզում այդ ամեն ինչին այլ լավ, այդպես ասեմ։ Պարոն Նիկոյան, բայց ամեն դեպքում, երբ որ ընդդիմությունը 21 թվականին մանդատները վերցրեց եւ գնաց ազգային ժողով, իրենց նպատակը ո՞րն էր եւ հանրությանը ինչ էր համոզում, որ մենք գնում ենք ազգային ժողով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ նպատակը դա էր։ Բայց մենք տեսանք, որ դա չարվեց հերիք չի։ Ով ընտրել էր երկու խմբակցություններին էլ, ես երկուսին ասեմ։ Այո։ Երկու խմբակցության ով էր ձայն էր տվել, նպատակը հետևյալն է, եթե հանգարց Նիկոլին հեռացնելու համար ընդդրությունով, եթե ոչ, ապա հետընտրական գործողություններով։ Բա ինչ եղավ։ Այսինքն հանրության ընդդիմադիր հանրության ընտրողի հիմնական մեսեջը դա էր եղել։ Եվ այդ իսկ պատճառով այս բոլոր ամիսների ընթացքում իմ խոսքը, որ ես ուղղում էի մեր գործընկերին, հենց դա էր, որ մենք պետք է կատարենք երկու խմբակցություններ, պետք է կատարի իրեն ընտրողների ըստ էության ցանկությունները, իսկ ընտրողը մեզ ընտրել է երկու խմբակցություններ, ընտրել է Նիկոլից ազատվելու համար։ Այսինքն մենք պետք է, մենք եմ ասում, չեմ ասում դուք, մենք պետք է մեր յուրաքանչյուր գործողությանը քայլեր ուղղված լինեն միայն ու միայն ադուղությամբ։ Նույնիսկ ձեզ չսիրող մարդիկ ընտրեցին պատիվ ունենին, որովհետև Նիկոլից ավելի են նողքում եւ իրենք հասկանում են, որ երկիրը կործանման եզրին է։ Ես համաձայն եմ, ձեր հետ համաձայն եմ, իմ խոսքերն էլ այդպեսին եղել, մեսեջն էլ իմ ընկերներին եւ մասնավոր զրույցներում եւ հրապարակային դա այդպես է եղել, ընդունելով հանդերձ, որ կարելի է ավելի կազմակերպված եւ ավելի լավ անել։ Եվ ավելի շուտ։ Ավելի շուտ, ավելի կազմակերպված եւ ավելի ճիշտ անել, որովհետեւ մեր գործընկերների մոտ չմնար որևէ վիրավորվածություն, որևէ անհասկացություն, որևէ կասկածամտություն եւ այլ եւ այլ։ Ես դա ընդունում եմ։ Պետք է շատ ավելի կազմակերպված ամեն ինչ անել եւ միգուցե շատ լավ վիճակում մենք կլինենք արդենից։ Դուք տեսեք, ես միշտ ասում եմ, ամբողջ այս տարվա ընթացքում ընդդիմությունը որևիցե խոշոր ակցիա չի իրականացնել։ Փողոցը զիջել է Նիկոլին։ Նիկոլը անցել է հագահարձակման եւ ինչ է ինք ավերածություններ բերեց, նոր ավերածություններ եւ մարդկանց գլխին, եւ ընդդիմադիր դաշտի գլխին, եւ մեր երկրի եւ պետության ինչպես վարվեց, ինչեր է անում եւ ինչեր է խոստացել եւ ինչեր են լինելու։ Նիկոլը անցավ հագահարձակման, որտեղ Նիկոլը կամ պետք է բունկերում լինի, այդպես է այդ մարդը իր ուղեղի կառուցվածքը այդպես է, կամ բունկերում պետք է լինի հարբած վիճակում, կամ ինքը եթե փողոց ազատ եղավ, ինքը հելում է փողոց եւ սկսում է անցնել հարձակման։ Հիմա ես ինձ էլ եմ ասում, իմ ընկերներ, ընդդիմադիրներ, ճիշտ եղավ, որ մենք գարնանի չգիտեմ ինչով զբաղվեցինք, ճիշտ չեղավ, չէ՞։ Հիմա այստեղ մանգալ եւ փորձել գտնել այ ես մեկը այսպես ասեց, այն մեկը այնպես ասեց, այ ես այսպես հասկացա, այն մեկը դենքան երկրորդական, երրորդականը դառնում այն ամեն ինչի
Համեմատ ինչ որ մենք ունենք, ինչ որ մենք կորցնում ենք, ինչ որ կորցրել ենք եւ շարունակում ենք կորցրել։ Խոսքը հայրենիքի եւ նրա անվտանգության եւ նրա սահմանների մասին է, հասկանում եք։ Ախր Նիկոլի հիմա մնալը, պարոն Նիկոյան, նաեւ հիմա մնալը ամեն ինչ դեռ սկզբից է սկսում, հա, այս մարդը, ինչ որ աղետները սկսել ենք, հիմա ինքը ասում է, մենք ապրում ենք իրական Հայաստանում, եւ այդ իրեն մտքում եղած իրական Հայաստանը բերելու է Հայաստանի Հանրապետության ընդհանուր կործանման այն տարածքները, որը մինչև հիմա այս մարդը ասում է, դեռ զիջելու ենք եւ դրա շնորհիվ ունենալու ենք խաղաղություն եւ ՄԱԿ-ի ամբիոնից էլ ինչ հայտարարեց, հա, որ դեռ Ադրբեջանը մեզնից տարածքային պահանջներ ունի։ Խնդիրը հետեւյալում է, որ ինքը մեր ժողովրդին լավ ճանաչում է եւ ինքը շատ լավ կարողում է մանիպուլացնել մեր ժողովրդի որոշ շերտերին, որոշ հիմա շերտեր կան, որ դուրս են եկել իրեն քարոզության տակից եւ ավելի շատ են ատում իրեն այն մարդիկ, որոնք ժամանակին ողջավորված են եղել իրենով եւ զգացել են, որ խապված են իրենց խապելը, նրանք ավելի զզվանքով ու ատելությամբ են վերաբերում իրեն, որովհետեւ ինքը խապել է նրանց։ Նիկոլը ինչ ասում։ Նիկոլը յուրաքանչյուրոր միմյանց հակասող հիմարություն էր ասում։ Ինչու եք 18 տարեկան տղաներուն ուղարկում Ղարաբաղ։ Բա դու որ գնացել Ղարաբաղ ինչ էր ասում, ասում էր Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ, կամ չգիտեմ ինչ հիմարություն էր։ Բա պատերազմը ասում էր Սարդարաբադա, չգիտեմ ինչ էր ուղարկում, ինչ էր անում եւ այլ։ Բա եկած հետո ասել հասկանանք դու ինչ ես ասում։ Կամ համանախագահող երկրներ եւս լավ առաջարկ էին ուղարկել։ Մինչև մի ասում են բացի եւ կարտա այդ առաջարկը, թող ժողովուրդը տեսնի ինչ առաջարկ է համանախագահող երկրները ու դրել սեղանին, ամբողջ այդ բանակցային գործընթացի արդյունքներ տվել էին քեզ։ Ինչու չարեցիր։ Դե Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց։ Ինչու գնացիր պատերազմի, ինչու երկիրը տարար պատերազմի։ Եվ հետո ասես որ հա նույն բանը կլեն ուղղակի այսքան զոր չէր կարա լինի եւ այլն։ Դե հիմա էլ այդ մարդ ասում է կաթիլ մոռանանք նահատակներին եւ անցնենք այն ինչ որ ունենք եւ պետք է ապրել այս իրական Հայաստանը։ Ինքը ինչ որ բաներ իր մոտ ստացվել է։ Ինքը կարողացել է շատ բաներ մոռացության տալ։ Ինքը արդեն մեր սրբություններն է մոռացան տալիս, Արարատն է մոռացան տալիս, չգիտեմ մեր նահատակներն է մոռացնել տալիս, մեր սահմանները, մեր սուրբ փողը, մեր Արցախը, մեր հայրենիքը եւ այլ եւ այլ։ Իր նպատակը հայ ազգային մարդուց, հայ մարդուց կերտել բույս, ստանալ բույս ընդամենը, որ հեշտ լինի իր համար կառավարելը եւ այլ եւ այլ։ Ինքը այդպեսին է։ Սատանան մինչև հիմա պայքարում է արարչագործության դեմ եւ Հայաստանում ցավոք սրտի սատանան դեռևս կարողանում է հաղթանակ տանել։ Տեսեք ինքը շատ է խոսում խաղաղությունից։ Թրամփի ուղի ասում։ Թրամփը մոռացել է դրա մասին։ Ինքը Թրամփի ուղի չի ասում Թրամփը։ Թրամփը կորիդոր բառն է օգտագործում այնտեղ։ Թրամփը կորիդոր ասում, ինքը Թրամփի ուղի ասում։ Հասկանում եք։ Որովհետև գիտի որ այստեղ մարդիկ կան որ նրանց դուրը գալիս է։ Մարդիկ կա որ սիրում են, լավ սուտը սիրում են, իրենց ձեռնտու սուտը սիրում են, երբ իրենց գեղեցիկ խապում են, մարդկանց մի մասի դուրը գալիս է, որովհետև մարդ կա իր տղան գնալու է բանակ։ Մարդ կա իր թորնա գնալու բանակ։ Եվ չի ուզում գնալ։ Չի ուզում պատերազմ, չի ուզում լրիվ հասկանալ, լրիվ մարդկային է, խիղով ուզում պատերազմ։ Կա մեկը որ ուզում է պատերազմ, չկա։ Եվ երբ չես լսում որ հա ինքը սրիկա, ինքը տականք է, հայանքներ եւ այլն, բայց որ կարողացավ համոզել, որ Թրամփը գա եւ այստեղ Ամերիկան գա եւ մեր անվտանգությունը ապահովի, արդեն չես կարողանում որևէ բառեր գտնել, լուրջ բառեր գտնես, որպեսզի բացատրես, անիմաստ է այլևս բացատրել։ Ես նման դեպքեր միշտ անցնում եմ Վարդան Այգեգցու առաքին այնօր ես ասել եմ, բայց դա շատ կարևոր է, շատ դիպուկ է, պետք է ասել, որովհետեւ եթե դու մոռանում ես այն ինչ քո ազգային իմաստությունը ստեղծել իր փորձի վրա դարերի ընթացքում եւ քեզ թվում է դու ամեն ինչը նոր ես տեսնում եւ դու ամեն ինչը նոր պետք է չէ ամեն նոր մոռացված հնի կրկնություն է ես նորից մեր հերոստատիտողների համար ասեմ որ այգեգցու առակը հետեւյալն է որ այծերը որոշում են դիմել գայլերին որ եկեք խաղաղ ապրենք մենք խաղաղություն ենք ուզում
Գայլերը կարդում են նամակը, ոգևորվում են, ուրախանում են, ասում են պատասխան նամակով, որ այդ է դուք ճիշտ եք ասում, մենք էլ ենք ուզում, մենք ինչի վատ հարաբերություններ ունենանք եւ այլ եւ այլ։ Այ մեր խաղաղությանը խանգարում են ձեր շներն ու հովիվները։ Վերացրեք ձեր շներին եւ հովիվներին եւ մենք խաղաղ կապրենք։ Եթե մենք վերադառնանք այսօրվա կյանքին, գայլերը դե գայլերն են։ Հիմա գործ գայլ են, տեսորական գայլ են, գայլը մնում է գայլ, մսակերեն է։ Բնությունից նա ծնվել է միս ուտելու համար։ Մեր ճշնամերը ծնվել են հայի ոչնչացնելու համար, իրենք պարզ ասում են։ Իրենք քարտեզները այդպես էլ գծում են, դու ոչնչացված լինելու համար։ Ամբողջ իրենց պատմության ընթացքում դա իրենք այդպես են արել։ Հիմա դու ուզում ես, որ նրանք դառնան քո նման խոտակեր, չէ, դու այծ ես։ Դու գնա եւ այցերը ուրախանում են գայլերի պատասխանը ստանալուց։ Գայլերը ասում են գնացեք, մենք արդեն եղբայրներ ենք, խաղաղ ապրեք, այցերը 100 օր ման են գալիս մարգագետիներում, լավ ուտում են, լավ չաղանում են, մինչև գայլերը որոշում բոլորին հոշոտել։ Այդպես է, գայլը պետք է հոշոտի այծին։ Եթե դուք ես դնում ես այծի կամ ոչխարի կամ չգիտեմ այլ կենդանու տեղ, գելի բաժին ես դառնալու, ուրիշ բան չկա։ Մարդկության պատմությունը ուրիշ բան չի տեսել, մարդկության պատմությունը դա պատերազմների պատմություն է։ Ուզես թե չուզես, դա այդպեսին է եղել, բոլորի մոտ այդպեսին է, մեզ մոտ է այդպես եղել։ Պատերազմից փախչելով դու խաղաղություն չես գտնում։ Չկա մի տեղ աշխարհում, որ դա այդպես եղել։ Ուզում ես խաղաղ ապրես, դու պետք է պատրաստ լինես պատերազմին։ Դու պետք է ստեղծես փոքր պետություն ես, թույլ պետություն ես։ Դրա ելքը կա, բոլոր փոքր պետությունները ունեն հստակ ռազմավարական գործընկեր, որի նկատմամբ իրենք արդար են, ազնիվ են եւ պինդ կապած են եւ կապված իրավիճակի փոփոխության հետ նաեւ փոխում են իրենց վերաբերմունքը, իրենց ստատուսը այդ երկրին, որովհետեւ այո, այս իրավիճակներում, երբ որևէ միջազգային օրենք այլևս չի գործում, փոքր պետությունները շատ ավելի պինդ են կապվում իրենց հզոր դաշնակից, իրենց օրինակ Ադրբեջանը ամբողջովին փաթաթվեց Թուրքիային, օգտագործեց Թուրքիայի բոլոր հնարավորությունը արաբական երկրների հետ եւ այլ ընդհանուր մինչեւ Պակիստան կապավ Թուրքիային բառեզբուն իմաստով, որովհետեւ առանց Թուրքիայի ինքը ոչինչ չէր կարող անել, հա։ Դուք տեսեք Իսրայելը կապել է Ամերիկային, լավ է կապել Ամերիկային, այնպես է կապել, որ իր պատերազմը դարձել է Ամերիկայի պատերազմ։ Այդպես է փոքր երկրները այդպես են։ Այսինքն շահեկան ինչ արեցինք մենք, մեր ռազմաքաղաքական բոլոր հնարավորությունները ոչնչացրեցինք եւ հիմա մնացել ենք մենակ այդ այծի վիճակում։ Վարտան այգեցու այծի վիճակում, որ դիմում են գայլերին, ասում ենք եկեք խաղաղ ապրենք։ Վերջ, սա է ամբողջ բանը։ Եթե փորձես այսպես դիվանագիտական կամ մարդկային այսօրվա լեքսիկոնով բացադրես, կարող շատ-շատերի համար չուզենանել քեզ լսել, բայց ես ասում եմ մեր մեծերին լսեք ինչ են ասում։ Սա է խնդիրը։ Եվ հիմա պարոն Նիկոյան, ինչ որ աշխատանքներ տարվում են ԿՊԱ-ականներից ստորագրություն կորզելու։ Գիտեք, այդ մասին ես կարծում եմ, որ պետք չի խոսել։ Բարձրաձայն պետք չի խոսել։ Ընդհանուր առմամբ պետք չի խոսել այդ մասին։ Եվ բարձրաձայն, եւ այնպես, եւ այլ։ Ես ինչու եմ պետք է վարքագիծ լինի, գործելակերպ լինի, որը կարող է միայն օժանդակել։ Իսկ եթե ցանկացած նման քննարկում, ինչը դուք առաջարկում եք, որ մենք անենք, դա արդյունավետ չի եւ չի բերել դրական արդյունքի։ Համաձայն եք ինձ հետ։ Դրա համար եկեք դրա մասին չխոսենք։ Իսկ փողոցը հնարավոր է ճնշելու միջոցով հասնել այն նպատակին։ Ես այդ միտքը նախորդ միտքը շարունակեմ ու անցնենք փողոցում։ Դուք նայեք, օրինակ ես միշտ մտածել եմ, որ 18 թվականից հետո եւ այդ արհավիրքը տեսնում է ինչ է կատարվում Հայաստանում, Երևանում եւ այդ օրերին կերտվեց մեր պարտությունը, այդ օրերին հիմքը դրվեց մեր պարտությունը։ Մենք դա տեսնում ենք, մենք դա հասկանում ենք, գոռում ենք, ճչում ենք, բայց մեզ լսող չկար։ Բայց ու ես այն ժամանակ մտածում եմ, որ մեր ժողովրդի մեջ որտեղից այսքան տականք։ Հետո պատերազմից հետո ես փոքր ինչ այդ կարծիքը ինձ մոտ թույլ փոխվեց, երբ առանձին ԿՊԱ-ականների մոտ սկսեցի մտահոգ խոսակցություններ լսել հանրային խոսքում կամ այնտեղ
Նույնիսկ դուք տեսեք այն գաղտնալսումը Էջմիածնի քաղաքապետ այն աղջիկը եւ պաշտպանության նախարարի մտահոգություն էր արտահայտում, չէ՞ այդ աղջիկը, մեջը ցավ կար։ Բայց մնաց, հետո մնաց աշխատում։ Բան չունեմ ասելու, բայց նշանակում է նրանց մեջ էլ այն ժամանակ կային մարդիկ, որոնց կարող ես անվանել գեներետիկ հայ կարող ես անվանել։ Մարդիկ կային, ովքեր որ հրաժարվեցին մանդատներից, դառան անկախ։ Այո, վերջո, ովքեր այս նոր ցուցակում չընդգրկվեցին, դրանք այն մարդիկ էին, որոնք այլ կերպ էին մտածում, այսինքն եղել են այլ կերպ մտածող մարդիկ։ Այսինքն, երբ սկզբանե մտածում են բոլորը ցեղի տականք են եւ պայքարում են ցեղի դեմ, եկավ այդ պատերազմը ապացուցել, որ դա այդպես չէ։ Հիմա մի քիչ այնտեղ ավելի են խտացված այդ ցեղի տականքի որակները։ Ընտրյալներն են։ Ընտրյալներն են, այո, ընտրյալներն են, բայց հələ եկեք նայեք մի բան։ Նիկոլին դեմ եղե իրենց համագումարում այսքան մարդ, ինչ որ թվականի մարդիկ եւ Ալենին չգիտեմ որ երրորդ տեղում է եւ այլ։ Սա նշանակում է, որ էլի հայեր կան այնտեղ, որոնց պետքա գտնել։ Էլի հայեր կան այնտեղ։ Սա նշանակում որ էլի հայեր կա այնտեղ։ Եվ պետք չի այդ մասին խոսել, պետք է հույս ունել որ այնտեղ հայեր կան եւ պետք է ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ յուրաքանչյուր մարդ այնտեղ զգա, որ ծոժե ինչ-ինչ պայմաններից ելով ինքը այս գնացել այս դավաճաների հետևից չուզենալով, խմբակցային կարգապահությունից ելնելով, չգիտեմ ինչից, կամ այնտեղից այն վախի ու սարսափի մթնոլորտը, որ կա, որևէ մենք մի տառ ասի, տանով տեղով եսի ինչ են անելու նրանց։ Հա? Պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ յուրաքանչյուրը իմանա, որ անկախ այն բանից մինչև ինչ կարծիքի ենք եղել իր մասին, կարող է ապացուցել, որ ինքը հայ մարդ է, իր սիրտը ցավում է հայրենիքի համար եւ ինքը պատրաստ է որոշակի քայլերի։ Պետք է այդ մթնոլորտը ստեղծել։ Հաջորդը անցնենք ձեր ասացին, առաջարկին կամ կաստրիկին տեսակետին, այո, դրանք զուգահեռ պրոցեսներ են, փողոցը եւ պարլամենտը։ Դրանք զուգահեռ պրոցեսներ են։ Պարլամենտական լսումները իրենց հետ փոքր-ինչ գեներացրեցին փողոց, չեմ ասում մեծ, այսպես փողոց է, բայց գեներացին փողոց։ Ամեն դեպքում համապատրաստի էր եւ բավականին շատ փողոցը եթե մի քիչ գեներացվում է, իր հետ ստեղծում է, ակտիվացնում է ընդդիմադիր դաշտին, որոնք կարող են ավելի միասնական գործել։ Միասնական գործողությունները այնտեղ դալիճում նորից գեներացնել փողոց, դրանք փոխկապակցված են 1 տարի եւ 1 տարից ավել ընդդիմության կներեք ասելու չգոյության զուտ փողոցային պայքարի իմաստով եմ ասում, այդ չգոյությունը բերել է որոշակի խնդիրներ, որ նորից ընդդիմությանը հետ բերես, մարդկանց հետ բերես, սպորտային վիճակի նման մի բան է, հասարակությունը այնինչ ժամանակին կարող էր ամեն օր հելնել, ժամերով, տասնյակ հազարներով քայլեր, գոռալ, պահանջել, հիմա մի քիչ ավելի դժվար է, որտեղ 1 տարի անցել է, 1 տարվա մեջ Նիկոլը փորձել է բոլորի միջից այն ազգայինը, արժանապատիվը, մարդկայինը հանել եւ մոտեցնել քիչ-քիչ, ասենք, բույս դարձնել։ Ազգը կա, մտահոգ մարդիկ կան, մի քիչ տարակուսած են ընդդիմության այս 1 տարվա գործողություններից, բայց այդ ամեն ինչը հնարավոր է հետ բերել, հնարավոր է լրացնել։ Սկսվել է առաջի քայլը, ես հիմա եմ համարում առաջի քայլը, հայտարարությունը, անկեղծ ասած, ես շատ հարգալից եմ վերաբերվում նախ Հայաստան դաշինքին, բոլորին ասում եմ իր ինքիմ ընկերներ են, ես շատ հարգալից եմ վերաբերվում անձամբ Իշխան Սաղաթելյանին, նրան համարում եմ իմ ընկերը, որտեղ այդ երիտասարդ տարիքին ինքը հասուն քայլեր է իրականացնում։ Ինքը հաճախ մարդկա մեղադրում է, իսկ ինչ են արել, գնացին, քայլեցին եւ այլ։ Իսկ դու ինչ էր անում այդ ժամանակ, որ քայլում էին, ոստիկանների դեմ պայքարում էին, Սաղաթելյանը իշխանի գլուխն էին ջարդում, քաշում էին կամ մյուսներին կամ դու ինչ էր անում, որ հիմա ասեն կարող ես քննադատել, ասել ընդդիմությունը չարեց, դու այդ ժամանակ երբ ընդդիմությունը քայլեր անում,
քննադատող, դու ինչ էիր անում, տունը նստած էիր, պարկած էիր, հա, եւ ուզում էր ինչ որ մեկը քո փոխարեն ես ասում եմ որ ընդդիմությանը քննադատողը պետք է իրավունք ունենա քննադատի։ Եթե ինքը լավ մտքեր է ունեցել, եթե ինքը ունեցել է իր հետևից 10000 մարդ կանգնած, ինքը եկել է առաջարկությունը թույլ տվեք իմ 10000 մարդով, այսպես անենք, այնպես անենք, չեն ընդունում, ինքը իրավունք ունի քննադատելու։ Բայց պարոն Նիկոյան, ախր ինչ որ դուք ասացիք համաձայն եմ ձեր հետ, բայց այս ամբողջ գործողությունների ժամանակ ձերբակալություններ են եղել, ծեծուջարդ է եղել, սպանություններ են եղել, ամեն բանի գնացել է Նիկոլը եւ հասել է իր մուրազի եւ մարսել է։ Դա իհարկե ընդդիմության մեղավորությունն է, որ Նիկոլը մարսել է եւ Նիկոլը մինչ օրս տեղում է։ Իսկ ինչ որ դուք ասացիք, իհարկե համաձայն եմ, բոլորը միասնական պետք է պայքարեին, իսկ ովքեր որ օդի մեջ խոսում են, այդ մարդիկ միշտ կան, լինելու են, բայց այո, ընդդիմությունը այս 5 տարվա ընթացքում տապալվել է եւ մենք պետք է ասենք, որ ընդդիմությունը տապալվել է, որովհետեւ Նիկոլը մնացել է եւ Նիկոլը մինչ այսօր ամբողջական գնահատականը պետք է ասենք, այո, մենք բոլորս մեղավոր ենք, եթե այդպես էս խնդիրը դնում մենք բոլորս այդ թվում ես մեղավոր եմ, որ Նիկոլը այստեղ է։ Այո։ Եվ շարունակում է այս ավերիչ գործողությունները։ Այո, մենք բոլորս մեղավոր ենք։ Բայց եթե հանկարծ այս ակադեմիական կեցված կընտրում ասում այ ընդդիմության լիդեր, դուք էս չարիք, ժողովրդին տարակ, պտտացրիք, էս արիք, այն արիք։ Մարդը քննադատելու համար պետք է այդ իրավունքը վաստակած լինի, ես ընդամենը դա եմ ասում։ Եթե բոլորը նստեն իրենց տուն ու քննադատեն, իսկ այդպեսին շատ է։ Ինչու այս չարին, ինչու այն չարեցին եւ այլ, մենք ունենանք այն ինչ ունենք։ Պարակտել, ընդդիմությանը պարակտող մարդիկ կան այսօր։ Տեսեք, յուրաքանչյուր ժամանակահատվածում իշխանափոխությունը փողոցով իրականացնելու համար անհրաժեշտ բազմաթիվ պայմաններ կան։ Դրանցից մեկը մարդիկ, քաղաքացիներ, որոնք ունեն պատրաստակամություն եւ պատրաստ են զրկանքներ, պատրաստ են ոստիկանական դուբինկներ ուտելու, պատրաստ են ձերբակալվելու կամ կալանավորվելու եւ այլ։ Ու այդպեսին շատ են։ Այդ դեպքում եթե այդ պոտենցիալը չես օգտագործում, կարող են քեզ քննադատել։ Բայց եթե ինքդ ես գնում այդ դուբինկը քո գլխին են իջնում եւ դու հնարավոր ամեն ինչ անում ես, ինչ հնարավոր է, բայց այդպեսին է իրավիճակը, վերջը։ Դե հուսանք, որ քննադատում են, ես ասում եմ, ընդամենը ասած հետեւյալն է, որ քննադատելու փոխարեն պետք է գործանել։ Քննադատեն միայն այն մարդիկ, որոնք ամեն ինչը արել են, եւ ինչ որ մեկը սխալ է թույլ տվել, իրանք ասում են, որ այ այս բանը մի արա, եկեք այսպես անենք։ Ես դա ընդունում եմ, ես հարգում եմ այն մարդկանց։ Տունը նստած տեղից քննադատել մարդկանց, որոնք ամենօրյա այդ պայքարի մեջն են, դա լինի Հայաստան դաշինքը, դա լինի Իշխան Սաղաթելյանը, դա լինի դրանից առաջ բոլոր շարժումները, հա, մարդիկ արել են ինչ այդ պահին հնարավոր է եղել։ Վաղը ավելին կարող ենք անել, ուրեմն ավելին պետք է անենք։ Հուսանք, որ հենց այդ վաղը այն ինչ որ պետք է արվի, այն ինչ կատարվեց այդ լսումների ընթացքում եւ դրա արդյունքները, հետևանքները այդ վաղվան նպաստող քայլեր են։ Հուսանք, որ փողոցը անպայման հավաքվելու է եւ եթե նույնիսկ պետքա ճնշել ԿՊԱ-ականներին, որպեսզի այդ ստորագրությունները ստանան, փողոցը այո պիտի ճնշի, որովհետեւ մենք 18-ին տեսել ենք, թե փողոցը ինչպես է ճնշել եւ հանրապետականները նույնիսկ չէին կարողանում ազգային ժողովի դահլիճից եւ առհասարակ շենքից դուրս գալ։ Մենք տեսել ենք, մենք ապրել ենք, մենք հասկացել ենք եւ հիմա պետքա այլևս հասկանալ այս իշխանությանը հեռացնելու օր առաջ։ Երեխաների վրա երբեք մենք թույլ չենք տա, որ ԿՊ-ի երեխաների վրա հարձակվեն, տների վրա հարձակվեն։ Եվ այդ ստորությունը ինչ որ արել են այդ դագարները եւ ամեն ինչը նմանատիպ, ասենք, ցեղի տականքին վայելուչ բաներ իհարկե մենք չենք կարող անել։ Ես հիշում եմ Շուշան Պետրոսյանի տուն էին փորձում, հա, պատշգամբից ներխուժել։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Աստված առաջ եւ հուսանք, որ անվստահության գործընթացը կյանքի կկոչվի եւ մենք ազատվենք Նիկոլից։ Ասում եմ, ձեր տվել եմ ուղեղ, միտք, ձեռք, ոտ։ Գնացեք, օգտագործեք այդ ամենը, երբ ամբողջովին օգտագործում եք, ու չի ստաց նոր դիմեք ինձ։ Մենք էլ ամբողջովին Աստծո տվածը չենք օգտագործել։ Հուսանք այս անգամ կօգտագործենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Հանդիպենք։
Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։